Այսօր Արադ Միրզոյանը խոսել է TRIP-ի զարգացման ծրագրի մասին եւ ամենահետաքրքիր փաստերից մեկն այն է, որ տոկոսային հարաբերակցությամբ որքան է Միացյալ Նահանգների փայաբաժինը այդ ամեն ինչում եւ որքան Հայաստանի կառավարության 74% Միացյալ Նահանգներին է տրվում, 26% միայն Հայաստանին։ Սա արդյոք ռիսկեր չի ստեղծում, որ Միացյալ Նահանգները միանձնյա կարող է շատ բաներ որոշել այդ ճանապարհի հետ կապված։ Շնորհակալ եմ հարցի համար։ Տեսեք, այս նախագիծը, ենթակառուցվածքային նախագիծը, նաև բիզնես նախագիծ է, պետք է այս տեսանկյունից եւս նայել նախագծին եւ բանակցությունների արդյունքում է որոշվել այս տոկոսային բաշխվածությունը եւ նաև տարիների, TRIP զարգացման ընկերության գործունեության տևողությունը եւ ըստ էության այդ բաժնեմասերի բաշխվածությունը մեծապես կախված է ներդրումներից, ինչպես ցանկացած բիզնեսում ներդրումների ծավալը որոշում է նաև բաժնեմասերը, բայց այստեղ շատ կարևոր նյուանս կա եւ որը արտահայտված է հրապարակված շրջանակի մեջ եւ որը նաև կար օգոստոսի 8-ի խաղաղության հռչակագրում, որ բոլոր զգայուն Հայաստանի համար կարևորություն ներկայացնող հարցերում Հայաստանը ունի որոշիչ ձայն։ Այսինքն TRIP ընկերությունը երբ որ ձևավորվի, երբ որ կանոնադրությունը նաև ընդունվի, այնտեղ հստակ ամրագրվելու է, որ մի շարք հարցերում եւ ենթադրում եմ, որ կանոնադրությամբ այդ հարցերը արդեն իսկ կնշվեն, Հայաստանը ունենալու է որոշիչ ձայնի իրավունք։ Գիտեք, մենք ունենք ենթակառուցվածքներ, որոնք կոնսենսիոն պայմանագրերով կամ այլ կերպով այլ ընկերությունների կողմից են, այլ պետություններ ներկայացնող ընկերությունների կողմից են շահագործվում, այնտեղ Հայաստանի կառավարությունը որևէ մասնաբաժին չունի, օրինակ Արևկովկասյան երկաթուղիները։ Այստեղ մենք ունենք 26%-ի մասնաբաժին, ինչը նշանակում է, որ նաև ընկերության գեներացված շահույթների համապատասխան բաժին այդ տոկոսային բաշխվածությունը Հայաստանի Հանրապետությանն է լինելու, գումարած դրան բնականաբար Հայաստանը ստանալու է բոլոր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բոլոր տուրքերը, մաքսային վճարումները եւ այլն։ Բայց միջև Արադ Միրզոյանն ասում էր, որ վարձակալության մասին երբ որ խոսում են, դա կեղծ տեղեկատվություն է, բայց հիմա փաստացի նա նույնը կրկնեց, որ լինելու է սկզբում 49 տարով, հետո արդեն 50 տարով կտրվի վարձակալության։ Այսինքն հաստատվեց այդ տեղեկությունը, որ վարձակալության է տրվում։ Շարունակում հերքել եւ ասել, որ դա կեղծ տեղեկատվություն է, խոսքը վարձակալության մասին չէ։ Խոսքը կառուցապատման իրավունքի մասին է, թե չեմ սխալվում, նույնիսկ Հայաստանի օրենսդրությամբ չկա այդ վարձակալության գաղափարը կամ լիզինգի գաղափարը, կա կառուցապատման իրավունք, որ Հայաստանի Հանրապետության տարածքում TRIP զարգացման ընկերությունը իրականացնելու է կառուցապատում եւ այդ բիզնես նախագիծն է իրականացնելու եւ զարգացնելու։ Ադրբեջանը պնդում էր, որ չի ուզում հայ սահմանապահի երես տեսնել եւ պահանջում էր, որ այդպես լինի, սահմանապահի երես չի ուզում տեսնել։ Արդյոք այս պայմանավորվածությամբ այդպես լինում է։ Հիմա թե տեխնիկական է, ժամանակահատվածներ են, միջոցներ են, ինչ են, բայց լինում է այնպես, ինչպես ուզում էր լինել Ալիև, այսինքն նա չի տեսնելու այս սահմանապահի երես այդ ճանապարհին։ Ինչպես է լինելու, մեկնաբան է։ Մեկնաբանությունը տեքստի մեջ է։ Մեկնաբանությունը տեքստի մեջ է եւ տեքստում հստակ գրված է, որ Հայաստանի սահմանապահ եւ մաքսային ծառայության ներկայացուցիչները իրենց լիազորություններից բխող գործունեություն են իրականացնելու եւ ներկա են լինելու ամբողջ ենթակառուցվածքի վրա եւ համապատասխան վայրերում։ Իսկ ինչ վերաբերվում է Բնականաբար, այնտեղ շատ մի նախադասություն կա, որը ըստ ումա բոլոր նման մտահոգությունները փարատում է, ասում է սահմանային եւ մաքսային ծառայությունների Հայաստանի ինքնիշխանությունը եւ իրավազորությունը անքննարկելի եւ բացարձակ է սահմանային եւ մաքսային հսկողության վրա։ Ես կարծում եմ, այս նախադասությունը ամբողջությամբ այդ մտահոգությունը, եթե դա մտահոգություն էր, լուծելու է, բայց նաեւ այստեղ գիտեք ինչ հարց կա, քանի որ սա հիմնականում սա միջազգային տրանզիտ երթուղու մաս է։ Այստեղ շատ կարևոր է այդ երթուղու արագությունը եւ արդյունավետությունը եւ այս տեսանկյունից է, որ անընդհատ մենք խոսել եւ նաեւ այս նախագծով այս փաստաթղթով երևում է, որ մենք այսինքն TRIP զարգացման ընկերությունը փորձելու է հնարավորինս արագ
եւ արդյունավետ անցում ապահովել Հայաստանի տարածքում եւ դրա համար է նաեւ նախատեսված front office, back office աշխատանքի այս տարբերակը, նորամուծությունը, որը չկա Հայաստանի մյուս սահմանային ենթակառուցվածքներում, օրինակ Վրաստանի այդ սահմանին, բայց դա չի նշանակում, որ դա վատ գաղափար է, ընդհակառակը գուցե այս փորձը նաև մեզ օգնի մյուս մեր սահմանային ենթակառուցվածքներում նման մոդելի անցմանը, բայց սա արդեն հետագայի հարց է, երբ որ ընկերությունը կստեղծվի արդեն վերահսկելու թե այլ ուժեր եւս կարող են վերահսկել, որովհետեւ իրանից անհանգստություններ ունեին, որ ՆԱՏՕ-ից կարող են նաև ուժեր լինել։ Նման ընդհանրապես անվտանգության հետ կապված ազգային այնտեղ տեքստում կրկին նշված է ազգային անվտանգության եւ պաշտպանության հետ կապված բոլոր հարցերը կրկին Հայաստանի իշխանության եւ զորության ներկայացնում սա մի հարց է, որ նույնիսկ չի քննարկվել, սա ակնհայտ է եւ բնականաբար Ձեր հաշվարկներով երբ իրականություն կդառնա դա 26-ին դրսներ միջև կհասցնեք, թե շահագործումը, թե չէ, շահագործումը կարծում եմ, որ միջև ընտրություններ չի լինի, որովհետև տեսեք, հիմա հաջորդ փուլում ինչ պիտի տեղի ունենա, պիտի Հայաստանի Միացյալ Նահանգները այս տեքստից քաղաքական տեքստից բխող իրավական պայմանագիր ստորագրեն Հայաստանի Միացյալ Նահանգների միջև, հետո պիտի ստեղծվի ընկերությունը, պիտի կանոնադրությունը հաստատվի եւ դրան զուգահեռ պիտի իհարկե սկսեն նաեւ նախագծային աշխատանքները եւ նախագծային աշխատանքները ավարտելուց հետո կսկսվի շինարարությունը։ Մեր ակնկալիք հույսը այն է, որ գոնե այս տարվա վերջում մենք կարողանանք խոսել շինարարության մեկնարկի մասին արդեն եւ թեև դա կավարտվի մի քիչ բարդ է, գիտեք որ տեղանքը բավականին բարդ է, չնայած հաշվի առնելով որ նախկինում եղել է երկաթուղի, ես կարծում եմ որ երկաթուղու մասով ինչ-որ խոչընդոտներ եւ խնդիրներ չեն լինի։ Պարոն Խանդանյան, այդ ճանապարհը ԵԱՏՄ տարածք է եւ այստեղ բավականին հետաքրքիր է, որ Ռուսաստանի ներգրավվածությունը այս ամենում դեռևս մեզ համար անհասկանալի է։ Արդյոք լինելով ԵԱՏՄ անդամ երկիր Հայաստանը Ռուսաստանի հետ որոշակի օրինակ հիմա պայմանավորվածություն է ձեռք բերում այդ ճանապարհի հետ կապված։ Եթե ոչ, ինչպես է ստացվելու ԵԱՏՄ տարածքով նման ճանապարհ կառուցել առանց Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի որոշակի ներգրավվածության։ Նախ Հայաստանի ԵԱՏՄ անդամ է, բայց այդ պնդումը մի քիչ տարօրինակ է, դա ԵԱՏՄ տարածք է։ ԵԱՏՄ կարգավորումները, ինչպես որ գործում են Հայաստանի տարբեր գործընթացներում, այդ թվում եւ մաքսային գործընթացներում, այնպես էլ այդտեղ կրկին պատասխանը տեքստի մեջ ասում է բոլոր Հայաստանի Հանրապետության բոլոր օրենքները, ընդհանցակարգերը եւ միջազգային պարտավորությունները պահպանվելու են նաև այս երթուղու վրա եւ այստեղ կարծում եմ որևէ բան չկա, հա։ Լրացուցիչ, հա, բայց դա ԵԱՏՄ-ի հետ կապ չունի։ Չէ, ես ասում եմ Ռուսաստանի սահմանապահն է, եւ մենք Ռուսաստանի ներգրավվածության մասն եմ ես խոսում։ Արդյոք կա որևէ բան այս բանի։ Եկեք սահմանը եւ երկաթուղային ճանապարհը կամ ավտոճանապարհը միմյանց այնտեղ չէ։ Հայաստանի Հանրապետության եւ Իրանի սահմանին, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության սահմանային ծառայությունների ծառայողները համատեղ ծառայություն են իրականացնում։ Սա Հայաստանի Հանրապետություն Իրան սահմանի մասին է, սա ճանապարհի եւ երկաթուղու մասին չէ։ Այդ ճանապարհի վրա որևէ Ռուսական որևէ ընկերություն Ռուսաստանի ներգրավվածություն ինչքան է լինելու այստեղ։ Ռուսաստանի TRIP ենթակառուցվածքային նախագծում TRIP զարգացման ընկերությունում երրորդ կողմերի ներգրավվածությունը լինի, դա մասնավոր ընկերություններ, թե պետական ընկերություններ, դրանց ներգրավվածության հարցերը որոշվելու են Հայաստանի Միացյալ Նահանգների փոխադարձ համաձայնությամբ, ինչպես նշված էր օգոստոսի 8-ի հռչակագրում, ինչպես նշված է այսօրվա շրջանակում։ Խոսքը բիզնես նախագծում ներգրավվածության մասն է։ Ինչ վերաբերում է ենթակառուցվածքների վրա անվտանգության ապահովմանը, դա իրականացնելու է բացառապես Հայաստանի Հանրապետության համապատասխան ծառայությունը եւ իրավապահ մարմինները։ Սական ընկերություն այնտեղ լինի թե չէ, այսինքն նրանց Հայաստանը եւ Միացյալ Նահանգները համատեղ, որը TRIP ընկերություն։ Նորից եմ կրկնում, վերադառնանք առաջին հարցի պատասխանին, որ բոլոր հարցերի դեպքում եւ հատկապես երրորդ կողմերի ներգրավվածության հարցում
Հայաստանը ունենալու է որոշիչ ձայնի իրավունք։ Դուք ինչպես է Ալիևն ասում, որ Զանգեզուրի միջանցք է դա, ինչ անունը ուզում եք դրեք։ Ես կարծում եմ, որ դա հարգալից չէ Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ, որովհետև Հայաստանի այդ ենթակառուցվածքը, որ ստեղծվելիք ենթակառուցվածքը նախագիծը ունի շատ հստակ անուն, միջազգային լեգիտիմություն ունեցող անուն եւ հորդորում է բոլոր գործընկերներին օգտագործել TRIP անվանումը։ Իսկ տրամաբանությունը, ինչպես փաստաթուղթն է հաղորդում բոլորին, հարևաններին, հեռու բարեկամներին, հայաստանյան ընդդիմությանը, շահագրգիռ կողմերին, ընդհանրապես միջանցքային չէ։ Իսկ ԱՄՆ փոխնախագահը գալու է արդյոք, այս մասին հստակ պայմանավորվածություն կա թե ոչ, ասում են, որ հունվարի վերջին է լինելու։ Եթե նման այց լինի, անպատասխանաբար արտգործնախարարությունը կամ վարչապետի աշխատակազմը կհայտնի կդարձնեն։